Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, այստեղ այս դահլիճում կամ ձեր տանը հեռուստաէկրաններից դուք տեսնում եք մի կատարյալ տրագիկոմեդիայի ավարտը, որպես այդպիսի։ Սրանից 5 տարի առաջ փողոցներում կրելու ենք այսպիսի տոնով առաջ եկող քաղաքական, չգիտեմ ինչ է քաղաքական այդ բանը, տրանսֆորմեր, քաղաքական տրանս, չգիտեմ ինչը մի խոսքով, քաղաքական այդ ուժը այսօր եկել է ազգային ժողովի ամբիոնից խոսում է այն մասին, արա ոնց անենք, որ այս անվավեր քվեաթերթիկները մի քիչ լինի, Քոչարյանը շանս ունենա անցողիկ շեմը հաղթահարելու։ Չի ունենալու այդ շանսը, չեք անցնելու, շեմի տակ եք մնալու, սա ամենայն հավանականությամբ ձեր վերջին կամ նախավերջին ելույթներ ազգային ժողովում, Տիկին Գյուրեգյան, ձեր ու ձեր ամբողջ խմբակցության, հեսա էլի ելույթներ կան, եկեք շուտ գնացվեք, որ հասցնեք մի երկու ելույթ ունենալ, որտեղ չեք անցնելու, այդ անցողիկ շեմի ձեր մարմաճը չի իրականանալու, ասում է քվեարկեք ընդդիմադիր ազգային ուժերի, որովհետև այս իշխանությունը դատարկում է մարզերը, որ 300,000 ադրբեջանցի կա։ Արա այս իշխանությունը դատարկում է մարզերը։ Այս իշխանությունը դատարկում է մարզերը։ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միակ իշխանությունը, որի օրոք սահմանամերձ գյուղերում 2000-ից ավել տուն է կառուցվել, այս իշխանությունն է։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում միակ իշխանությունը, որի օրոք այդքան տուն է կառուցվել, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունն է, քաղաքացիական պայմանագիրն է։ Միակ իշխանությունը, որի օրոք մանկապարտեզները ոչ թե թալանվել են, գնացել ձեր օրթախների համար դարել, մեկի կնգա համար գեղեցկության սալոն, մեկի ընկերուհու համար մասաժ սալոն, մեկի համար չգիտեմ ինչ, այլ կառուցվել են մանկապարտեզները, այս իշխանությունը։ Միակ իշխանությունը, որտեղ ոչ թե պաշտոնյաներն են դղյակներ գցում, պաշտոնյաները հիպոթեկով տներ են առնում, իսկ երեխեքի համար դղյակներ են գցում դպրոցների տեսքով, ահռելի կառույցներ, գերժամանակակից սեյսմիկ կայուն ամենալավ գույքով։ Այս իշխանությունն է, այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Մի հատ գնացեք նայեք էլի ձեր թողած իշխանության։ Մի հատ գնացեք նայեք էլի այն ինչ եք թողել։ Ինչ եք թողել, ասեք բան են անում։ Ինչ ան, ուզում են ցույց տալ, որ Քոչարյանը Հայաստանում բան է արել։ Այս բան ամբողջ հանրապետությունում գնացել կանգնել է Դիլիջանի թունելի դեմը, հանրապետությունում մի հատ բան են գտել, որ Քոչարյանի տակ կարան տենց սղծնեն։ Ասում է, այսքան ճանապարհ է կառուցվել, այսքան տուն է կառուցվել, լույսի հիմնադրամի ջանը սա ղլնի։ Հետո էլ չգիտես ինչի ինչ եղավ, ոնց եղավ, էլ այդ հիմնադրամը էլ չաշխատեց, մի տեսակ այդ պատմությունն էլ է շատ հետաքրքիր։ Ասում է, ինչ եք խոստացել, որ սենց ընենց, ինչ եք խոստացել։ Դուք ինչ եք խոստացել ու ում եք խոստացել։ Ինչ եք խոստացել ու ում եք խոստացել, որ հիբրիդային ամենավերջի սերիկայակազմով ձեզ են աջակցում։ Ինչ եք խոստացել, ում եք խոստացել։ Հայաստանի Հանրապետության որդիներին ում պատերազմում զոհել եք խոստացել։ Հայաստանի Հանրապետության քանի հազար զինվոր եք խոստացել, ում սահմաններին մեռնելու։ Ում եք խոստացել։ Եկեք ստեղ կանգնեք ու ասեք։ Ում եք այդպես բան խոստացել, ինչքան եք խոստացել, ու այդ ում երեխեքի կյանքի գնով եք այդ ձեր խոստումը խոստացել։ Ասում է, բանը, 300,000 ադրբեջանցի, այս աշխարհում, այս մոլորակի վրա, բացի ձեզնից ու ձեր համար են ձեն հավաքող կալուգացուց, ուրիշ ոչ մեկ այդ ադրբեջանցիների թեզը առաջ չի տանում։ Այդտենց ուղղակի առաջ տանող քաղաքական գիծ չկա այս երկրում։ Այս երկիր ասելով մոլորակում նկատի ունեմ, չկա տենց բան ու վերջ։ Չկա տենց բան, այ մարդ, ոչ մի տեղից տենց բան չկա, Ադրբեջանում տենց այդ դրա մասին չեն խոսում։ Ադրբեջանում դրա մասին խոսակցություն չկա ֆիզիկապես։ Այնքան ինչքան կա Հայաստանի ընդդիմադիր դաշտում։ Կալուգացի Սամոն ու բանը, չգիտեմ որտեղացի Ռոբը, իրար հետ միասին այս գիծը առաջ են տանում, ասենք բանա։ Դուք առհասարակ այդ բանն եք, այդ գծի ջատագովներն եք, հասկանում եմ, որ շատ եք ուզում, բայց չէ, ասված սպասիբը, նո նյետ, ձեր աշխատանքային լեզվով ասած։ Ու հենց այս կոնտեքստում որ դուք այս ընտրություններում անցողիկ շեմը չեք հաղթարում։ Մենք իհարկե շատ շնորհակալ ենք, որ դուք բավականաչափ շատ կփոշիացնեք այդ ձայները, շատ լավ է, շատ նորմալ է, չգիտեմ, վերջնարդյունքը ինչ կլինի, բայց այդ ձեր ծրագիրը մեծ հաշվով չի աշխատելու ու աշխատել ուղղակի չի կարող։ Եկել ասում է, կանգնեց ու ասեց, որ հայկական բանակը Արցախը չի պաշտպանելու։ Կանգնեց ու ասեց, որ Հայաստանի Հանրապետությունը այդ պատերազմի մեջ չի մտնելու։ Ու լավ արեց, որ ասեց։ Լավ արեց, որ ասեց, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Երևանի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի 18 տարեկան տղերքը չեն գնալու զոհվեն նրա համար, ինչա թե դուք Ղարաբաղում կլանային իշխանապողություն եք արել, այնտեղ բան եք արել, ձեզ դրել եք չգիտեմ ինչտեղ, մենք բանակցող չենք, մենք էս չենք, մենք վեհ ենք, մենք ազգային ենք, ու այդ ձեր ինչ որ ֆիքս տուլության կամ չգիտեմ ինչի համար այդ 18 տարեկան տղերքը չեն գնացել պատասխան տալու։ Լավ արել, հայտարարելա, ստորագրում եմ այդ հայտարարության տակ։ Բա դուք ասեք հիմա ում տղերքի կյանքի գնով եք բան անելու։ Ում տղերքի կյանքի գնով եք այդ Ղարաբաղի համար բան անելու։ Ղարաբաղը որ ուզում եք այդ բերեք, ում տղերքի կյանքի գնով եք այդ անելու։ Եթե դա ձեր համար խնդիր է, բարձ սիլոգիզմ է, ժողովուրդ ջան, ասում եք խնդիր է, որ Հայաստանի Հանրապետության բանակը Ղարաբաղի համար կռվի մեջ չի մտել։ Հետևություն, Հայաստանի Հանրապետության բանակը ձեր կարծիքով պետք է մտնի Ղարաբաղի համար կռվի մեջ։
Okay, ձեր լոգիկան իմ համար ըմբռնելի է, հասկանում եմ, որ կարա տենց կարծիք գոյություն ունենա։ Հիմա պատասխանեք այդ հարցին. ում տեղերքի կյանքի գնով։ Հայաստանի Հանրապետության ո՞ր մայրերի կյանքի գնով։ Վստահ կանապնդեմ, որ Հայաստանի Հանրապետության այն մայրերը ում երեխեքի կյանքի գնով, որ այդ ամեն ինչը պետքա տեղի ունենա, ձեր շարքերում նստած չեն։ Ավելին, ձեր այդ օլիգարխների դղյակներում էլ նստած չեն։ Ավելին ասեմ, դաժե ձեր միտինգներին չեն գալի։ Այն մայրերը ում որդիների կյանքի գնով, որ այդ ամեն ինչը փորձելու եք անեք։ Իրանք այդտեղ չեն։ Իրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, Հայաստանի Հանրապետության գյուղերում են բնակվում, քաղաքներում են բնակվում, տարբեր տեղեր են բնակվում, բայց ձեր այդ օլիգարխիկ, օլիգոֆրենիկ կլանի անդամներ չեն։ Բայց այդ ոնց է, բա տենց բան ենք անելու, Ղարաբաղը հետ բերենք, կանգնեց լկտիաբար հակազգային ձևով սենց բան հայտարարեց։ Այդ ոնց է ստացվում, արա, որ ձեր առաջնորդի թորները Ամերիկայում են ծնվում։ Ոնց է տենց ստացվում։ Ոնց է տենց ստացվում, էլի։ Ոնց է տենց ստացվում, ես այդ հարցի պատասխանն եմ ուզում իմանամ։ Խի, բա որ վաղը մյուսօր ինչի համար, Ժորժ ջան, մի պարզ բանի համար, որ վաղը մյուսօր էլի ձեր երեխեքին տանեն ու փորձեն զոհեն իրանց նպատակների համար։ Իրենց երեխեքը հանկարծ չխառնվեն մեջնեկներ, նրանք ինչ գործ ունեն, вообще բանակ գնան, Հայաստանի քաղաքացի լինեն, Հայաստանի կյանքով ապրեն, Հայաստանի դարդով ապրեն, չէ։ Ու եթե լավագույն դեպքում Հայաստանի սահմաններին կամ Հայաստանի կամ հայկականության հետ որևէ առնչություն ունեցող հարցի դեպքում զոհ են, չէ։ Այս անգամ ուրիշ բաներ են խոստացել ըստ տարբեր բաների։ Նորից եմ ասում, եկեք այս ամբիոնի մոտ ու պատասխանեք ում եք խոստացել, քանի հազար հայ զինվոր եք խոստացել ու կոնկրետ որտեղ ուղարկելու համար եք այդ ամեն ինչը խոստացել, որ այդ աջակցությունը ստանում եք, որը որ ստանում եք։ Ընդհուպ միջև սահմանին պարբերաբար բռնվող միլիոնների տեսքով քեշով։ Եկեք պատմեք այդ մասին։ Եկեք պատմեք այդ մասին, որովհետև դուք չպատմեք, մենք ենք պատմել, ու մենք որ պատմենք շատ ավելի դաժան է ալնելու ձեր համար, որովհետև այն հույսը, որ կարող է 1% ասնեք ու ամեն դեպքում անցողիկ շեմը չհաղթահարեք, հիմա այդ 1%-ն էլ չեք հավաքելու ու մեկը անցողիկ շեմը չեք հաղթահարելու։ Նենց որ այդ մարմաճը պահեք ձեզ, բայց ողջունում եմ շատ ձեր իրատեսությունը, Տիկին Գյուրեղյան, որ այնուամենայնիվ մտահոգված եք այն փաստով, որ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր դուք ունեք։ Ես ձեզ ասեմ, դա խնդիր չի, դա այլևս իրողություն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Մենք այս օրերին ապրում ենք պատմական իրադարձությունների մի ընթացք, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության հեղինակավոր դերը քաղաքակիր երկրների շարքում։ Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գործնական արտացոլումն են այն արտաքին ու անվտանգային հավասարակշռման եւ հավասարակշռող քաղաքականության, որը վերջին տարիներին վարվում է Հայաստանի Հանրապետությունը վարչապետի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի ու մեր տարածաշրջանի բազմաթիվ երկրների հետ արդեն հաստատել է ռազմավարական գործընկերային հարաբերություններ։ Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում կարևոր աշխարհաքաղաքական, ժողովրդավարական, տնտեսական, տրանսպորտային, տեխնոլոգիական, էներգետիկ եւ հումանիտար կենտրոն եւ հանգույց, ինչի մասին այլևս բացահայտ հայտարարում են գերտերությունների առաջնորդները։ Հայաստանը անհույս ֆորպոստից վերածվել է հուսալի գործընկերոջ, հենարանի ու համագործակցության հանգույցի, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների եւ գերտերությունների համար։ Հայաստանը հնարավորություններ սպառող երկրից դառնում է հնարավորություններ առաջարկող երկիր։ Այս ամենը զուգահեռաբար մեծացրել է մեր երկրի աշխարհաքաղաքական դերը, անվտանգային եւ դիմակայունության պոտենցիալը։ Այո, սա իրական Հայաստանն է, որը մենք կառուցել ու կառուցելու ենք։ Սիրելի հայրենակիցներ, այս իրականությանը հակառակ մենք ունենք երկրի ներսում գուբերնիստ խմբակներ, որոնք Հայաստանը հանուն իրենց բիզնես շահերի դարձրել էին ֆորպոստ եւ այժմ հոգեխանգարման մեջ են հայտնվել տեսնելով Հայաստանի հաջողությունները միջազգային հարաբերություններում։ Այս մարդկանց ողբերգությունը կայանում է նրանում, որ իրանք եվրոպական անձնագրերը գրպանները դրած փնովում են Եվրոպան, տարածում են ստեր եւ կեղծ տեղեկատվություն, ահաբեկելով Հայաստանը եւ նրա քաղաքացիներին, քանի որ այն, ինչ այսօրերին տեղի ունենում Հայաստանում եւ նրա շուրջ, զրոյացնում է ուժեղ ստախոսների այս խմբակի քաղաքական գոյության հնարավորությունը։ Նրանց մնում է գիտակցել իրենց թշվառությունը, համակերպել այս իրականության հետ եւ որպես երրորդ երկրների ձեռքում հիբրիդային գործիքներ մի վերջին անգամ աշխատել Հայաստանի եւ նրա շահերի դեմ։ Ինչու եմ ասում մի վերջին անգամ, քանի որ առաջիկայում ընտրություններ են եւ մեր քաղաքացիները իրենց ընտրությամբ դրսից կառավարվող այս գործիքներին վերջնականապես կուղարկեն պատմության աղբարկը։ Շնորհակալ եմ, հարգելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, օրեր անց Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի Քարոզ արշավը, հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ու վստահության քվետ է արդեն գրանցված 19 քաղաքական ուժերից որևէ մեկին։ 19 կուսակցություն եւ քաղաքական կուսակցությունների դաշինք մասնակցելու են քաղաքական պայքարին։ 2018-ի Թավշյա բռնի հեղափոխությունից հետո բոլորովին նոր քաղաքական միջավայր եւ մթնոլորտի համադրությամբ տևական ժամանակ մեր խոսույթից անհետացել էր օրինակ ընտրակաշառք տերմինը, ինչը եւս մեկ ձեռքբերում եմ համարում։ Այսօր ցավոք Հայաստան քաղաքական գաստրոլների գործուղված մի խմբակ ուզում է զարգալ հին եւ մոռացված բարքերին։ Շատ ենք խոսել, որ քաղաքական դաշտին սերնդափոխություն է պետք։
Քաղաքական համակարգերի արդիականացում է պետք։ Ժողովրդավարության սկզբունքներին ու արժեքներին համապատասխան ընտրական գործընթացներ են պետք։ Դարձյալ ավաղ գաստրոլների ուղարկված մի խումբ օրվա այս հրամայականը շատ ուղիղ է հասկացել, առաջին պլան բերելով սեփական որդիներին, եղբորորդիներին, սանիկներին, ընտանիքի այլ անդամների։ Սրանք փորձի փոխանակման միջոցով ոչ միայն արատավոր բարքեր են փոխանցում քաղաքականության մեջ նոր քայլեր անող իրենց բալիկներին, այլև փորձում են օրինակ վերակենդանացնել ընտրակաշառքի ինստիտուտը։ Օր չկա, որ չլսենք մի երկու մանեթ բաժանելու, հանուն ազգային ինքնության պահպանման շլվար ունասկի գնելու, էպիլյատոր ու տելևիզոր որպես նվեր առաքելու մասին, չեն խրատվում։ Երևույթն ինքնին ահավոր է եւ քրորեն պատժելի, բայց ել ավելի ահավոր է, երբ սրան ուղիղ մասնակից են դարձնում կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց, զոհվածի հարազատի եւ այլն։ Ես հեռու եմ այն մտքից, որ ընդդիմադիրների նախընտրական ցուցակներում ծվարած իրավաբանները ծանոթ չեն ընտրական օրենսգրքի կարգավորումներին, բայց հանուն շեֆերի ու նրանց տերերի բիզնեսների պիտի ձայն քերեն։ Ձեզ չեք ափսոսում, գոնե ոսկե օրորոցում մեծացած ձեր բալիկներին ափսոսեք։ Հայաստանի Հանրապետությունում վաղուց գործում են օրենքներն ու ինստիտուտները, կառույցներն ու ծառայությունները։ Ձեր թվերն անցել են։ Հասկանում եմ, որ ծաղկափոշի մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը ծիրանագույն Բուրաստան, բայց մենք իրական Հայաստանում ենք ապրում, ուր գեղարվեստական խոսքը օրենքին հաղթել չի կարող։ Փողով սուտ ու կեղծիք է տարածվում, ավելին վճարվում են դրան հավատալու համար։ Վարդան Մամիկոնյանն են անում, Սմբատ Գունդստաբլ, Գրիգոր Տաթևացի, Մերուժան Արծրունի, գոնե գիտեք էս մարդիկ ով են։ Այն, որ Հայաստանում խաղաղություն է, այն, որ Հայաստանի գործերը լավ են, այն, որ մենք ապրում ենք մեր նորանկախ պատմության լավատեսություն ներշնչող բացառիկ օրերը, ապացուցում են անգամ ձեր գործընկերները։ Լսեք իրար, նայեք իրար հարցազրույցներ։ Ձեր գործընկերներից մեկը հարցնում է, բա որ Հայաստանն արհավիրքի մեջ է ու կործանման եզրին։ Էդ ինչ կրթության բարեփոխում եք քննարկում հարգելի ընդդիմադիրներ կամ ասֆալտի որակ։ Մարդը հարց է տալի, պատասխանեք։ Բա որ ամեն ինչ այդքան վատ է։ Ինչու ձեզ չենք տեսնում կողքի կանգնած հանուն Հայաստանի Հանրապետության փրկության։ Չենք տեսնում, քանի որ դուք զբաղված եք ազգային ժողովում պատվավոր երկրորդ տեղի համար։ Մի երկու մանդատ ավել պիտի թռցնեք։ Զբաղված եք ընտրակաշառք բաժանելով։ Մենք հպարտանում ենք մեր երկրի բյուջեով, դուք ձեր շեֆերի բանկի հաշիվներով։ Մենք Հայաստանի Հանրապետության առաջխաղացմամբ, դուք Ֆորբսով ու Կիպրոսի կղզիներով, մենք սահմաններին ամրաշինական աշխատանքներով, դուք ձեր տան պարիսներով ու մայբախներով։ Սուրենյանցը մի հայտնի կտավ ունի, ու Շամիրամը փորձում է վերակենդանացնել արալեզների միջոցով զոհված Արային։ Դուք էլ մեր քաղաքական դաշտի արալեզներն եք, փորձում եք վերակենդանացնել արդեն մեռած բարքերը, որոնց պատճառով այս երկրի զարգացումը տարիներով հետ է շպրտվել, դուք Իթելի, Մալինայի, Մուրաբարի, Շլվարի, Նազկու էպիլյատորի գիննել հազարապատիկ քերել եք, ինքներդ ձեզ սուբսիդավորել, նվիրել ու պարգևատրել։ Ավարտում եմ։ Ինչքան Շամիրամի մոտ է ստացվել, այնքան էլ ձեր մոտ է ստացվելու։ Առաջին դեպքում դժբախտաբար, ձեր դեպքում բարեբախտաբար։ Դուք էությամբ արժե համակարգով ուղն ու ծուծով նախկին եք ու մերժված։ Ու եթե ձեզ թվում է, որ դուք Իթելն ու տելևիզորը հարց են լուծելու կամ ազդելու են քաղաքացիության վրա, որ մենք թողնելու ենք Հայաստանի Հանրապետության խաղաղությունը խաթարեք կամ գողանակ մեր երկրի ապագան, ապա դուք ճիշտ եք, դա ձեզ միայն թվում է։ Հարգարժան պարոն Հարշակյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը հրաշալի ծրագիր է, եւ մեր քաղաքացիները իսկապես հրաշալի օգտվում են այդ ծրագրից։ Բայց վերջերս անդադար տեսնում եմ, որ խիստ ծանրաբեռնված են հիվանդանոցները այդ ծրագրի արդյունքում։ Իհարկե, մեր քաղաքացիների իրավունքն է ամբողջովին օգտվելու այդ ծրագրից, բայց ինձ հետաքրքիր է որոշեցի հասկանալ, թե խնդիրն ինչումն է, որ այսպիսի ծանրաբեռնվածություն կա հիվանդանոցներում։ Պարզեցի երկու հանգամանք։ Առաջինը, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, նաև նրանց համախոհները առողջապահության համակարգում կոչ են անում քաղաքացիներին շտապ գալ օգտվել այս ծառայությունից, որովհետև հայտարարում են, որ ընտրությունից հետո այլևս կդադարեցվի այս ծրագիրը։ Եվ այս նույն կենտրոնները ընդդիմադիր հայտարարում են, որ իշխանությանը ընդամենը 1 ամիս է մնացել եւ իրենք վերցնելու են իշխանություն, այսինքն ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։ Հիմա հարց է առաջանում. եթե դուք պետք է հաղթեք ընտրություններում, ինչու եք հայտարարում, որ ծրագիրը ավարտվելու է հունիսի 7-ից հետո։ Նշանակում է դուք որոշել եք ընտրվելու դեպքում դադարեցնել այդ ծրագիրը։ Մյուս կողմից մտավախություն ունեք, որ դուք չեք հաջողելու եւ իշխանությունը շարունակելու այդ ծրագիրը եւ որոշել եք այս ձևով խոչընդոտել համակարգի իրականացմանը, այսինքն այնպիսի ծանրաբեռնվածություն ստեղծել, որ քաղաքացիները չկարողանան բոլորը օգտվել ծրագրից։ Ակնհայտ է, որ դուք ասում եք մեր ընտրվելու դեպքում ծրագրի դադարեցվելու է։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, որ չընտրեք ընդդիմությանը, որպեսզի այս ծրագիրը չդադարեցվի, որովհետև ընդդիմությունը հայտարարում է, որ ծրագիրը դադարեցվել է հունիսի 7-ից հետո։ Իսկ եթե իրենք հույս ունեն, որ եւ վստահ են, որ իշխանությունն է հաղթելու ընտրություններում, ուրեմն մենք հայտարարում ենք, որ երբեք այս ծրագիրը չենք դադարեցնելու, ընդհակառակը նոր կոմպոնենտներով հարստացնելու ենք այս համընդհանուր առողջապահության ծրագրից դարձնելու ենք համապարփակ առողջապահության ծրագիր։ Շնորհակալություն, լավ եղեք, առողջություն բոլորիս։ Հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացի։
Ընդդիմությունը շատ երկար ժամանակ փորձեց ներկայանալ որպես քո փրկիչ, սակայն ժողովուրդը եւ դու, սիրելի քաղաքացի, արդեն մեկ անգամ հուղարկավորել ես այդ ընդդիմությանը, որի վկայությունը եւ որի ականատեսը լինում ենք դալիճի աջ կողմում հենց այս րոպեներին։ Եվ տրամաբանական է, որ ընդդիմախոսները չունեն ապագայի ծրագիր, դրանց ծրագրերը անցյալի մասին են, ունեն մեկ նպատակ՝ ամեն գնով հետ բերել անցյալը, իրենց անցյալը։ Այսօր նրանք, ովքեր տարիներ շարունակ թալանել են պետությունը, լրացրել են քեզ, կեղծել են ընտրությունները եւ ընտրություններին մասնակցելու քո իրավունքը, կանգնել են քո առաջ եւ խոսում են արդարությունից։ Բայց բավարար է լսել իրենց խոսքերը եւ հիշել իրենց գործերը եւ ամեն ինչ տեղն է ընկնում։ Նրանք քեզ ասում էին կփրկենք երկիրը, բայց հենց իրենք էին երկիրը հասցրել այդ վիճակին, երկիր, որը իսկապես հարկավոր էր փրկել։ Նրանք ասում են կբերենք անվտանգություն, բայց հենց իրենց կառավարման տարին էր, որ պետությունը ներսից քայքայման եզրին էր։ Նրանք ասում են կկառավարենք ավելի լավ, բայց երբ հնարավորություն ունեին կառավարել գոնե նորմալ, ընտրեցին թալանը, ընտրեցին ոչ թե զարգացումը, մեկ բառով ընտրեցին ամենաթողությունը։ Քեզ փորձում են նորից վաճառել հինը, նոր փաթեթավորման ըստեյության։ Նրանք ունեն մեկ նպատակ՝ վերադառնալ ամեն գնով։ Սիրելի քաղաքացի, հիմա կասես բա մենք չենք գողացել քեզանից, մենք չենք կեղծել քո ձայնը, մենք չենք փակել քո բերանը, եւ ամենակարևորներից թերևս, մենք չենք փախել պատասխանատվությունից։ Կամ դու ընտրում ես անցյալը իր բոլոր արատավոր դրսևորումներով ու ամենաթողությամբ, կամ ընտրում ես խաղաղությունը իր բոլոր դրսևորումներով։ Ընտրություն ես կատարելու առաջընթացի կամ հետընթացի միջև։ Այսօր Հայաստանը կանգնած է մի կարևոր խաչմերուկում, սիրելի քաղաքացի։ Դա խաղաղության խաչմերուկն է, եւ մենք քեզ ասում ենք՝ տեր կանգնիր այդ խաղաղությանը։ Շնորհակալություն։